Ուրեմն վերադառնանք կրոնին, մի փոքր էլ խոսենք կրոնի մասին եւ ոչ միայն, նաեւ սեկտաների մասին։ Իմ կարծիքով բոլորդ իհարկե շատերը համաձայն չեն լինի, ամեն մեկը ունեք ձեր կապը Աստծո հետ, քանի որ ես նշեցի, որ ես աթեիստ եմ, իմ կարծիքն է, որ կրոնը ստեղծել են այն մեծ ուժերը աշխարհի, բոլորդ գիտեք, կանոնները չեմ նշի, որպեսզի կարողանան կրոնի միջոցով կառավարեն աշխարհի բոլոր մարդկանց, մանավանդ այն մարդկանց, ովքեր քիչ են քաջատեղյակ, չունեն կրթություն, չունեն ինքնուս կրթություն, չունեն անձնական եսը, չեն կարող վերլուծել, չքավոր են, ունեն շատ խնդիրներ եւ այսպիսով տվյալ մարդկանցով ավելի հեշտ է կառավարել։ Իմ կարծիքով կրոնը դրա համար է ստեղծվել են, որպեսզի տվյալ մարդիկ պատկանեն կրոնին, իսկ իրենք անեն ամեն ինչ ոնց ուզեն ապրել, Տեսեք, իսկ ինչ մնում է սեկտաներին, ժողովուրդ ջան, տեսեք, շատ կան հավատացյալներ, ովքեր ինձ համար շեղված են, իսկական Աստծուց, եթե Աստված գոյություն ունի, տեսեք, այդ մարդիկ հավատում են ինչ-որ մի մարդու, մի հատ լիդերի, ով իրեն կոչում է հովիվ, այսպես ասած, եւ այդ բոլոր բազմությունը իր հետևից տանում է, հարց եմ ուզում տալ այդ մարդկանց, եթե դուք հավատում եք Աստծուն, ինչի չեք ձեր տանը, ձեր անկյունում Աստծու հետ խոսում, Աստծուն աղոթում, այլ գնում եք ինչ-որ ժողովների, որպեսզի ինչ-որ մի հովիվի ասած խոսքին դուք լսեք, հավատաք, դուք չեք տեսնում, որ այդ հովիվը շրջում է աշխարհից աշխարհ, այդ հովիվը շատ ունևոր է, այդ հովիվը ապրում է շքեղ տներում, այդ հովիվը ունի շքեղ մեքենաներ, իսկ դուք նրա հետևից գնում եք եւ ձեր կյանքը դրանից չի բարելավում։ Եթե դուք նրա խոսքերին հավատում եք, եթե նա ձեզ սովորեցնում է աղոթել, սովորեցնում է կապը Աստծու հետ, ապա ինչու ամեն մեկը անհատական ձեր տանը չեք կապնվում Աստծու հետ, անհատական չեք խոսում Աստծու հետ, այլ ինչ-որ մեկի միջոցով եք դա անում, եթե կա, գոյություն ունի այդ ճշմարտությունը, Աստծո գոյությունը։ Ես ունեմ շատ ծանոթներ իմ շրջապատում, ովքեր ժամանակին եղել են շեղված, այսպես ասենք, շեղված, եւ ինձ պատմում են, որ տվյալ ժողովների ընթացքում նրանցից գումարներ էին հավաքում եւ ոչ մի անգամ, ոչ երկու անգամ, ոչ երեք անգամ, շատ հաճախ հավաքում էին գումարներ, պատճառաբանելով, որ պիտի ինչ-որ քույրիկի օգնենք, ինչ-որ եղբոր օգնենք, բայց այդ գումարները հավաքում էր հովիվը իր գոլեգաների հետ, եւ այլում էին նրանք։ Համարում եմ դա սրբապղծություն, չեմ ընդունում սեկտաները, տանում են ժողովրդին կործանման, սուտ հավատքի, ես տեսնում եմ, որ շատ մարդիկ են տվյալ կեղծ հավատքի մեջ, արտիստներ, ինչու ոչ պատգամավորներ, օլիգարխներ, սովորական մարդիկ ինչքան շատ են, համարում եմ տվյալ հավատքը կեղծ, պիղծ եւ չէի ուզի, որ մարդիկ շարունակեն հավատալ, ես կուզեի, որ այն մարդիկ, ովքեր իրենց մեջ գտել են Աստծուն, իրենց մեջ հավատում են Աստծուն, իրենց տանը հավատային Աստծուն, իրենց տանը Աստծու հետ կապ հաստատեին, բայց ոչ գնային այդ ժողովներին պարտադրված ամեն կիրակի, ոչ մասնակցեին ինչ-որ միասնական աղոթքների եւ այլն, մի խոսքով դեմ եմ դրան եւ շատ վատ տեղ է մեզ տանում այդ ամեն ինչը, որովհետեւ գրիպի նման տարածվել է այդ վիրուսը, Հայաստանում շատ են սեկտանտները, շատ կուզեի, որ լիներ մի հատ օրենք պետական, որպեսզի մաքրեին տվյալ մարդկանց, ովքեր եկել լցրել են
այդ կեղտով ամբողջ Հայաստանը։ Ես խոսում եմ միայն մեր հայերի մասին, մեր Հայաստանի մասին։ Ովքեր համաձայն են, թող իրենց կարծիքները գրեն, մեկնաբանեն, լայքեն, ովքեր համաձայն չեն, ինձ հետ ունեն տվյալ թեմայի հետ կապված իրենց ուրեմն կարծիքը թողելի գրեն, ես հաշվի կառնեմ, ուղղակի շատ կարճ եմ խոսում այս թեմայով, հետո մենք ընթացքում որ ունենանք լայվեր, ուղիղ խոսակցություններ, այդ ժամանակ ավելի լայնածավալ կխոսենք նման հավատքների մասին։